Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը շատ դիեր լինելու կարևոր ինֆորմացիայով, այնպես որ մի բանից առաջարկում եմ եւ ակնկալում եմ, որ տարածում եք եւ սխում եք հավանելու կոճակը եւ դերեք ձեր կարծիքը ընթացքում ինչ եք մտածում պատմական այն փաստերի մասին, որ ես հիմա ձեզ կներկայացնեմ։ Եվ այսպես այսօր մայիսի 28-ն է եւ ավանդաբար մենք տոնում ենք Սարդարապետի հերոսամարտի օրը։ Ինչ է Սարդարապետի հերոսամարտի օրը մեզ համար եւ ինչ ասոցիացիաներ եւ ինչ ինֆորմացիա ունի նա մեր համար ներառող։ Եկան թուրքերը, կանոնավոր բանակը, ժողովուրդը որոշեց չհանձնվել եւ եկեղեցու կոչով գնաց դիմադրության, հա, այն ժամանակ, երբ որ բոլորը հույսերը կտրվել էին։ Այսինքն եկեղեցին Գևորգ 5-րդ կաթողիկոսը խփեց զանգերը, ժողովուրդը որոշեց, որ չենք հանձնվում, դիմադրեցին, պարզվեց թուրքական կանոնավոր բանակը այդքան էլ թուրքական կանոնավոր բանակ չի։ Չնայած ինքը արդեն հասցրել էր հաղթել Բրիտանիայի նավատորմին, Չերչիլի ղեկավարությամբ դրանից առաջ, ու պարզվեց, որ հա, թուրքական բանակ, բայց դա կարելի է նաև հաղթել։ Մի քիչ մակերեսային է մեր պատկերացումները Սարդարապետի մասին։ Այո, սա այն է, ինչ որ եղավ մակերեսում, բայց ոնց թուրքը եկավ հասավ Սարդարապետ եւ ինչու միջև այդ Սարդարապետում չէր եւ ոնց եղավ, որ հայ ժողովուրդը մնաց մենակ եւ ժողովուրդը մնաց մենակ թուրքական բանակի դիմաց, սա ավելի կարևոր է մեր համար այսօր մեծ մասշտաբի մեջ տեսնել, որովհետեւ մենք հիմա էլ գտնվում ենք նույն վիճակում։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը տանք գեներալ Հովհաննես Վաղրամյանին։ Կարճ։ Русская армия старая, полумиллионная, демобилизовалась и ушла с Кавказского фронта. И против турок остались небольшие армянские и грузинские части на фронте. Спешно стали формироваться новые части в Армении и в Грузии для того, чтобы... Լավ, ինքն արդեն հիմա անցել է Կովկասյան Սեյմի նախաձեռնած փոքրիկ ինչ որ Կովկասյան բանակի մասին խոսքը, որ հայկական եւ դասական ուժերով փորձում են ինչ որ բան ստեղծել միավորում, որը պետք է դիմագրավեր թուրքական բանակին։ Եվ այսպես կես միլիոնանոց ռուսական բանակը, որը պահում էր գիծը, առաջին համաշխարհային պատերազմ եւ ամբողջ հայկական զորամիավորումները հայ ժողովուրդը կամավոր կռվում էր ռուսական բանակի մեջ եւ ռուսական բանակի հետ թուրքերի դեմ։ Եվ այսպես ու կես միլիոնանոց բանակ միանգամից էր գալիս։ Ինչու՞։ Թվում է թե ինչ պետք է լիներ դրա որպես պատճառ, հա, ոնց է լինում այդպես միանգամից էլի եւ որն էր դրա շարժառիթը։ Եվ այսպես գնում ենք 6 ամիս առաջ դրանից 1917 թվական հոկտեմբերի 27 հոկտեմբերի 27 հոկտեմբերի 27 մոտ ավելի հոկտեմբերյան հեղափոխություն Սանկտ Պետերբուրգ, որովհետև այն ինչ որ եղավ 1918 թվականի մարտի 3-ին, որը կոչվեց Բրեստ-Լիտովսկյան պայմանագիր, որը արդեն բոլշևիկյան Ռուսաստանը կնքում էր պարտավոր այդ ժամանակ Թուրքիայի եւ Գերմանիայի հետ, դրա սկիզբը դրվեց դրանից 6 ամիս առաջ Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում եւ փոքրիկ ինչ որ կուսակցություն Դումայի մեջ զենքով գրավեց իշխանություն։ Պատկերացրեք ոնց որ այսօրվա բանում պարլամենտում մեկ փոքրիկ խմբակցություն, որ չէր երևում զայներ չունի առանձնապես ոչի բանի վրա ազդելու, զենքով մտնում է գրավում է պարլամենտ, ասում է ես եմ իշխանության։ Եվ այդ իշխանությունը զավթած կուսակցությունը որոշում է դադարեցնել պատերազմը, առաջին համաշխարհային պատերազմից ինքը դուրս է գալիս, բայց ոնց է դուրս գալի, այ Բրեստ-Լիտովսկը, որ մարտի 3-ին է իրականացել, դա համար Բաղրամյանն ասում է գարնանը, այդ կես միլիոն մարդը զինվորներ հեռացան։ Այսինքն մարտի 3-ին գարնան սկզբին Բրեստ-Լիտովսկում Լենինը Ադրբեջանի թուրքերի եւ գերմանացիների հետ համաձայնության է գալի, որ դադարեցնում ինքը դուրս է գալի պատերազմից եւ տալիս է
մի կողմից Գերմանիայի եւ մյուս կողմից Թուրքիային տարածքներ դեռ եվրոպական մասից տալիս է Ուկրաինա, Բելարուսիա, Լեհաստան, Ֆինլանդիա, մեր կողմից տալիս է, խնդրեմ, ըստ այդ պայմանագրի, ըստ այդ պայմանագրի Կարսը, Արդահանը եւ Բաթումը։ Այսինքն հայ ժողովուրդը ռուսական զորքի հետ պատերազմի մեջ լինելով Թուրքիայի հետ Լենինը դադարեցնում է եւ Կարսը, Արդահանը, Բաթումը տալիս է թուրքերին։ Դրա համար Կարսը առանց մեկ կտակոցի հանձնվեց։ Բարձր, որտեղ անգեցին ասին հետ գալ։ Հետ եկեք, ինչ ունեք, թողեք կամ տվեք Թուրքին, բայց չվերացնեք ոչ մի բանակամ եւ հայերին էլ չտակ։ Ամենակարևորը։ Եվ այդպես հանձնվեց Կարսը եւ թուրքերը եկան ասան Ալեքսանդրապոլ։ Այսինքն այստեղ հասկանալ է ինչպես դա եղավ եւ ինչ է ստացվում, որ բոլշևիկները մենակ թողեցին թշնամու դիմաց այն ազգերին հանձնեցին, որոնք իրենց հավատալով կռվում էին ընդհանուր թշնամու դեմ, որովհետև Հայաստանն էլ Անտանտի անդամ էր եւ Ռուսաստանի հետ Անտանտի կազմում կռվում էր Հունգարիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի դեմ եւ Բուլղարիան էր դրա մեջ։ Մի խոսքով ասում են ինչ անենք դու իմ համար կռվել ես, ինչ անենք մենք դաշնակից ենք։ Հիմա այսպես հասնում եմ թուրքերի ողորմածությանը։ Եվ այսպես թուրքերը առանց որևէ դիմադրության գալիս հասնում են մինչև Ալեքսանդրապոլ։ Ալեքսանդրապոլում առանց որևէ դիմադրության գրավելուց հետո իրանք հանգիստ քայլելով գալիս են դեպի Երևան, դեպի Սարդարապատ կայարան։ Իրանց նպատակը այդ բոլոր կայարանները գրավելն է, նույնիսկ ոչ Երևանն էլ այդքան էական չէր։ Կայարանները գրավելով ուղղակի ապահովել գերմանական բանակի մատակարարումը նավթով, Բաքվի նավթով։ Սա էր նպատակը, որպեսզի գերմանական պատերազմի մեքենան կարողանա աշխատել։ Եվ այնտեղ հենց Ստեփան Շահումյանն էլ որ հայտարարեց, եթե 1 կիլոմետր այս կողմ գան դեպի Բաքու, ինքը կպայթեցնի ամբողջ այդ նավթափորդերը եւ ոչ մի կաթիլ բան չի գնա գերմանացիներին։ Չնայած Լենինի բաներին, կաս պայմանագրին, մի խոսքով, բացի որ տվեց Կարսը, Արդահանը եւ Բաթումը, Լենինը նաեւ սկսեց զինել թուրքերին, այս ամենակ տարածք տալը չի։ Ուրեմն հսկայական ինք իր կողմից նախաձեռնեց կոնտրիբուցիա վճարել Գերմանիային, որ ընդամենը փրկեց թուրք-գերմանական դաշինքին փրկեց ընդամենը, տեսեք, մայիս, լավ, հաշվենք մարտից մինչև սեպտեմբեր։ Քանի ամիս, 6 ամիս։ Այսինքն առաջին համաշխարհային պատերազմը կարող էր շուտ վերջանալ, եթե չլիներ Լենինի բոլշևիկների դավադրությունը։ Նրանք ոչ միայն դուրս եկան, թողեցին իրենց գործընկերներին մենակ, տվեցին այդ տարածքները, նաև սկսեցին զինել, փող տալ Գերմանիային եւ զինել թուրքերին։ Հույս ունենալով, որ թուրքերը գալու են առաջ, իրեն գրավելու են եւ իբր, ես ասում հույս ունենալով, որ համաշխարհային հեղափոխությունը տարածելու է նաև Թուրքիայի վրա։ Բնականաբար դա այդպես չեղավ, բայց ինչ ունեցանք։ Ունեցանք դավաճանված ժողովուրդ, դավաճանված, ոնց որ ասենք բանում էր, Արցախում էր, ուղիղ նույն բանն էր։ Եկավ զորքը, մտավ, ասեց դու զինաթափի, քեզ զենք պետք չի։ Ես եկել եմ քեզ պահեմ, դու ինձ օգնի, որ Թուրքից քեզ փրկեմ։ Արցախցին էլ, չգիտեմ ինչի, որոշեց, որ դա այս անգամ ուրիշ ձևի է լինելու, ռուսը այլևս առաջվա ռուսը չի, թուրքն էլ առաջվա թուրքը չի։ Այս անգամ լրիվ ուրիշ ձև պետք է լինի։ Հայ ասեց լավ։ Դու ես երաշխավորը, որ դու ստեղ ես, ով կարա իմ մազին կռնի։ Մեկ է, այս անգամ ոչ թե դուրս եկան, այս անգամ իրենք հանեցին այդ ժողովրդին ուղղակի։ Չթողեցին ոչ դիրք մնա, ոչ ամրություններ կառուցեն, ոչ նույնիսկ պաշտպանվեն, ոչ մի բան։ Իրենք նույնիսկ Արցախից դատարկեցին։ Եվ այսպես Սարդարապատի ճակատամարտը դա ընդամենը հայ ժողովրդի ապստամբությունը չի թուրքերի նկատմամբ, սա ռուս-թուրքական հերթական դավաճանության ակտի
մաննավորումն է, փաստավորումն է, որը կրկնվեց Արցախում ընդամենը 2-3 տարի առաջ։ Այսինքն նույն ձեռագիրն է, եւ մինչեւ հիմա, որ ես լսում եմ խոսակցություններ եւ խորհուրդներ, որ պետք է ռուսները ինչ որ հարաբերություններ ունենալ, մարդ քիչ եմ մտնում, այս պատմության թերթերը, այս ամբողջ բանը, փաստաթղթերը, հատատի մի հատ մեծ հաստ ծանր բանի վրա, ուսցի դրանց ջարդել այդ փայտով կամ չգիտեմ ինչով։ Չի կարելի այդքան ուրացող ու դատարկ լինել։ Ես չգիտեմ, դա անգրագիտությունից է կատարվում, թե փողասիրությունից է կատարվում, բայց չի կարելի։ Այս ազգով որփի գլուխ չի։ Մենք ինչքան կարող ենք ցեղասպանվելու ռեժիմի վրա ապրել։ Ընդ որում նույն սցենարով ամեն անգամ։ Նույն սցենարով Սարդարապետը, այսինքն Արցախի դատարկումը դա Ղարսի դատարկման նախատիպն էր։ Չէ, կներեք, Ղարսի դատարկումը դա փոքր մոդելն էր, միգուցե եւ ոչ այդքան փոքր, Արցախի դատարկելու հետ։ Նույն մոդելով աշխատեց։ Հիմա այս մոդելը փորձում են իրականացնել նաեւ Հայաստանի վրա։ 102-րդ ռազմաբազան, այն մարդիկ, որոնք մտածում են, սա մեզ պաշտպանելու համար է, սա մեզ պաշտպանելու է։ Իրանք էլ են բազմիցս ասել, որ սա ձեզ պաշտպանելու համար չի։ Բացարձակապես 2000 զորքը չի կարա 1 միլիոնից թուրքական բանակին դիմագրավի։ Ոչ զենք ունի, ոչ էլ առավելևս քաղաքական կամք ու ցանկություն, ծրագիր չկա նման բան։ Չկա։ Ես չգիտեմ, իսկականից հետո ոնց կարելի է այդ երկրի եւ այդ կառավարության հետ, ընդհանրապես այդ կայսրության հետ որևէ հույս կապել։ Որևէ հույս կապել։ Սա Սարդարապետի մասով։ Հիմա գանք ներքաղաքական ավանտյուրային։ Եվ այսպես այս խոշոր երջերավորն է չափազանց ակտիվացել Արեն Սիմոնյան անունով ազգանունով, ու ես պետք է ասեմ, որ ինքը լավ վիճակում չի, ինքը լավ հասկանում, որ ինքը լավ վիճակում չի, կամ չի հասկանում, բայց երբ զգում է, որ անպայման ունենալու է իր հետևանքները, թող հանկարծ դրա վրա չկասկածի, փրկեն իրեն թե չէ փրկի, չգիտենք ժամանակը ցույց կտա, բայց ուզում եմ իրան փրկեն, ինքը դեռ ցուցմունքներ պետք է տա։ Բայց ինչ է ինքը իմանում։ Ինքը որոշել է, որ Նիկոլ Փաշինյանից պետք է ավելի Նիկոլ Փաշինյան լինի։ Մի տեսակ Նիկոլ Փաշինյանի փառքը իրան հանգիստ չի տալիս։ Ոչ մեկ չի կարող ասել, ինչի է ինքը այսքան բան իր վրա վերցնում։ Տեսեք, կարող էր մի քիչ ավելի խելացի լինել, ասել, ես չէի, Նիկոլն էր։ Բայց այսքան առաջ ընկնել Փաշինյան Նիկոլից, սա երկու բան ունի։ Կամ էգոն է, ասենց էլ իրան ուտում, ուշադրության կարիք ունի։ Կամ իր նախապատրաստում է Նիկոլից ավելի Նիկոլ լինելու դերի համար, այսինքն ապագա վարչապետ։ Անան էլ պետք է իմանա, որ Արեն Սիմոնյանը հստակ այդպես ծրագրեր ունի։ Անա, դու գիտես ինչ ես անում սրա։ Բայց այս ակտիվությունը չափազանցված, որ ինքը Նիկոլից ավելի Նիկոլ է ուզում երևա, իմ համար դա է նշանակում։ Եվ այսպես։ Ասում է ամեն ինչ, վստահ լինելով, որ իր այդ խոսքերը հանդիպելու են մենակ մի արձագանքի, մեկ արձագանքի, հայոյանքի ֆորմատի մեջ տարբեր ձևակերպումներով, բայց արձագանքը մեկն է, հայոյան։ Ու ինքը վստահ է դրա վրա, որ ասենք այն հայտարարությունը, որ ինքը անում է, որ ադրբեջանցիները պետք է գնան ապրեն, ստե ինչպես Վրաստանում են ապրում, հայերները պետք է գնան Բաքու ապրեն։ Ես կասեի, որ արի դու գնա Բաքու ապրի, 1 տարի, մեկ ստերից նայենք, տեսնենք ոնց է լինում դա։ Այ գնա դու Բաքու ապրի, հիմիկվանից։ Ու մենք էլ հերվից նայենք, տեսնենք դու ուներ ոնց է զգում քեզ, հետո կմտածենք, մենք ինչ անենք, մենք մեր հավատքը որոշենք։ Բայց նույնիսկ եմ ասում, սա հստակ գիտի, չէ՞, որ այս հայտարարությունների համար իրան երեխեքով, մերով, ծնողով, կնիկ, այս հրթություն չեն թողելու, ասելու են ու մտնեն տներով դուրս գան, չէ՞, բայց անում է։ Երևի մտածում է, որ ավելի լավ Նիկոլ եղավ էս դրսևորվեց, թուրքերը իրեն են կարգելու Հայաստան վիլայեթի նայող։ Այս իր դեմքի այս վիճակը, այս մկանային սրացումները, այս ագրեսիվ
մկանային այս համաձուլվածքը, որ իմանալով դա դեպքին, դա է վկայում։ Իրոք, որովհետև էլի կա, չէ՞ տական քննի, օրինակին կչի։ Ոչ մեկ այս կարգի ագրեսիվությամբ եւ ինքնավստահությամբ չի գոռում Նիկոլից բարձր, բացի իրենց։ Բայց չգիտեմ հույս ինչի վրա է դա այստեղ են, մի ուրիշ աննորմալ էլ կա, որոշել է, որ իրենք 50 եւ +1 ձայն ունեն։ Հավաքելու ենք 50+1% ձայն, որպեսզի միանձնյա ունենանք էլի իշխանություն։ Մենք չենք դիտարկում պլան B, դրա համար մենք անելու ենք առավելագույնս, որպեսզի քանի հոգով էլ միավորվեն, չկարողանան ունենալ ավելի ձայն, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եւ վստահաբար հենց այդպես էլ լինելու է։ Մենք Ահա։ Ես հիմա կասեմ դուք ինչքան ունեք։ 14000 քվեարկության մասնակիցների ձայների արդյունքում դուք ունեք ընդամենը 8%։ Սա իրականությունն է։ 14000, ասեմ ավելին, Գյումրիում եւ Փարակարում կայացած ընտրությունները նույնիսկ ձեր ամբողջ ռեսուրսները մոբիլիզացնելուց հետո դուք էլի պարտվեցիք։ Հա։ Իսկ Գյումրիից հետո շատ բան է փոխվել։ Ու դուք այդքան ռեսուրս որ օգտագործեցիք Գյումրիում, դուք չեք կարող ամբողջ Հայաստանում մեկ օգտագործեք։ 8%-ը 50+1 կյանքում չի դառնա։ Կյանքում, որ մարդ էլ չլինի մասնակցող, դուք 8%-ից այնքան չեք ունենալ։ Կյանքում չի կարող դառնա։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Չգիտեմ, Փաշինյան Նիկոլը լավ է Նիկոլ։ Ալեն Սիմոնյանն ու այս մնացած հոգեկանները ինչի վրա են իրենց հույսերը դրել։ Ինչի։ Ես ոչ մի բան չեմ տեսնում իրենց համար հուսադրող։ Ազնիվ, ես կուզենայի sense օբյեկտիվության համար էլ ասեի, նու այս տարբերակները կա, այս տարբերակները կա։ Բացի մի բանից, եթե իրանցից բացի ուրիշ մասնակից չլինի։ Այն ժամանակ, եթե մենակ իրանք են, կարող է 10000 մասնակից ունենան ամբողջ Հայաստանում, եւ այդ 10000 մասնակցի մեջ իրենք ունենան 50+1%։ Բայց դա ես քիչ հնարավոր եմ համարում, քիչ։ Նույնիսկ ինքը զիջում է Քոչարյան Ռոբերտին։ Քոչարյան հրեշը ավելի շատ ձայն 13% է իր արդյունքը։ Քան Փաշինյան Նիկոլը։ Նույնիսկ եթե դուք ձեր սցենարով գնեք Քոչարյան Ռոբերտին այլընտրանք, ձեզ Քոչարյան Ռոբերտ ավելի շատ ասլանալու։ Այսինքն բոլոր տարբերակներում իսկ դուք դրա վրա եք աշխատում, հույս ունենալով, որ Քոչարյան Ռոբերտից մարդիկ կվախենան, էլի կընտրեն ձեզ։ Դուք արդեն դա արեցիք Գյումրիում, չանցավ։ Մարդիկ ընտրեցին, Վարդանիկ ընտրեցին, Սարիկ չընտրեցին։ Վարդանիկ է, մարդակեր, մարդասպան։ Այլ ինչ ասես իրեն սազում է։ Իրեն ընտրեցին, բայց բան չեղավ։ Սարիկ ոչ մեկ չընտրեց։ Դուք էլի չունեցաք։ Ես նույնիսկ ասեմ, ինչքան ուզում օբյեկտիվ լինեմ եւ ինչ-որ բան տեսնեմ, չէ, ես ոչ մի բան չեմ տեսնում։ Մինչև 20 թիվը ձեզ 6%, 8% իջնելու է 6։ Ես վստահեցնում եմ։ 6-ից ներքև ուղղակի չի կարա իջնի, որովհետեւ Հայաստանը ոնց ուզում ունենա, ձեր կողմից ունի ֆինանսավորող ֆեյքեր, այս 8%-ն էլ ֆեյքերն են ապահովել եւ թուրքերը։ Իրանք միշտ լինելու են, հա, բայց 8-ի 6-ի տարբերությունը շատ չի։ Ասում են Ռեգենլի մեկը գրել է Պարոն Հակոբյան, դեռ դուք մի քիչ շեղում ենթադրեք, անպայման շեղում կլինի, ենթադրում եմ 2% տալիս եմ շեղում։ 20% չի կարա նույնիսկ լինի շեղում, 2% թող լինի շեղում, թող լինի 10%-ով ոչ մեկ չի կարողացել երկիր կառավարել։ Եվ այսպես Սփյուռքն այս ընթացքում ակտիվանում։ Երևի հիշում եք, որ ես երեք ասացի, որ Շվեյցարիան բողոքական եկեղեցին կազմակերպել է միջոցառում, բազում բողոքական եկեղեցին միայն չի այդ միջոցառումը կազմակերպել, նկարում տեսնում եք մեր Սարգիս Շահինյանն է, Շվեյցարիայի հայերի, ես ճիշտ ձևակերպեմ, հայ բանը կազմակերպության անունով, որ բան չանեն, սխալ չլինի։ Կոչվում է Շվեյցարիա Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ կամ Շվեյցարիայի հայերի միություն, կարծեմ տենց էլ է կոչվում։ Մի խոսքով իրենք են նախաձեռնել, Սարգիս Շահինյանն է, անձամբ ճանաչում եմ, վիակապ մարդ,
Եվ նախաձեռնել են միջոցառում, որին հրավիրված է եղել երկու կաթողիկոսը, Գարեգինը անձամբ գնացել, Կիրիկո կաթողիկոսը կարծեմ պետք է մասնակցեր on-line եւ նույն հարցերը Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանություն, կարող եմ կարդալ ուղղակի ձեր համաստեղ։ Ասում է, հայերի օրինական պահանջների առաջ մղման գործում կարելի է ապավինել Շվեյցարիայի աջակցությունը, հաշվի առնելով խորհրդանի քայլերը, ինչպես նաև Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համատեղ կազմակերպված Արցախահայերին նվիրված միջոցառումը։ Հարցին Սարգիս Շահինյանը մասամբ դրական պատասխան տվեց։ Եվ այսպես կարելի է, բայց այս պահին իրատեսական չի, որ ամբողջական դառնուցի, եւ որտեղ երկիրը սոկարը ունի պայմանագիր, որտեղ 34 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն ապահովում, եւ ասում է, սա ինչ որ տեղ խոչընդոտում է այդ հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ դա չի խանգարում, որպեսզի Շվեյցարիան անընդհատ դրա մասին խոսի օրենքի սահմաններում, Շվեյցարիա Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղարը մեծ տրամադրեց նաև հանձնախմբի նիստում իր ելույթի տեքստը շատ մեծ է, ես այդտեղ կարդացի, մի խոսքով ես կարող եմ դնել, դուք ամբողջ լինքը կարդաք, հիմնականում մեր իրավունքներին է վերաբերվում, ասում մեր հայերիս եւ արցախահայերի վերադառնալու իրավունքին, այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ու շատ լավ կլինի, որ բոլոր գաղութներում սրանք լինեն։ Ես գիտեմ, որ Շվեյցարիան, Գերմանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգների համայնքը բավականին ակտիվ են այս հարցում։ Լավ կլիներ սան միանային, ես գիտեմ, որ գործունեություն կա ծավալով նաև բավականին ակտիվ Ֆրանսիայի համայնքում, Կանադայում եւ այլ տեղեր, լավ կլիներ, որ որոշակի ակտիվություն լիներ, սա ընդհանուր ֆոնի համար կարևոր է։ Մեր մյուս սփյուռքահայ բարեկամը, խնդրեմ, ասում է, ժամանակն է դատի տա Թուրքիան ուղղակի, ցեղասպանության հետագա ճանաչման կարիք չկա։ Սա արդեն ասում է Հարութ Սասունյանը, հիմնավորելով, որ ցեղասպանության արդեն այս ճանաչման եւ դրա շեշտելու առանձնապես այդ փուլը կարծես թե ավարտված է, պետք է անցնել ուղիղ քայլերի, Թուրքիային դատի տալ ուղղակի, որպես պետականություն։ Ինչու՞ մենակ Թուրքիային, կարելի է նույնիսկ հենց բանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Ես չգիտեմ դրանք բացի պետական կառույցներից, մասնավոր կառույցները կարող է թե ոչ, բայց նույնիսկ նման նախաձեռնությունները թերթերով, ասուլիսներով, իրենց հնարավոր ռեսուրսներն օգտագործելով, իսկ սփյուռքի ռեսուրսները անսպառ են։ Հիմա երբ որ Գարեգինը գնում է այս հաղորդմանը, այդ ներողություն, այս հանդիպմանը, որտեղ շվեյցարահայեր են կազմակերպել, եւ ինք իր եկեղեցիների միջոցով այս հարցը չի տարածում աշխարհով մեկ, սա երկերեսանի քաղաքականություն է մեր դիտարկում որպես նույն Արամ կաթողիկոսին է վերաբերում։ Եթե դուք ընդունում եք, որ սա այն հարցն է, որ պետք է լինի առաջին օրակարգում, եւ ձեր ռեսուրսները ամբողջ, տեսեք, ես հիմա երկրներ եմ ասում, բայց ընդհանրապես չնչին բառ ասեցի, չնչին երկրներ ասեցի, այդ քանակության իմաստով։ Դուք ձեր ռեսուրսները բոլոր գաղութներում ունեք, չէ՞։ Ինչի պետք է Վարդան Հակոբյանը կամ ասենք Սարգիս Շահինյանը սա ասի կամ նախաձեռնի, որ դուք անեք։ Դուք եթե սա ուզում եք, եթե իրոք դա ձեր մոտ օրակարգային է, դուք ձեր գաղութների միջոցով եւ ձեզ ենթարկվող կուսակցությունների եւ կազմակերպությունների միջոցով կարող եք անենց աղմուկ հանել, որ Թուրքիան ու Ադրբեջանը գլուխները կբռնեն ու կփախնեն մոլորակից։ Բայց դուք չեք անում, չէ՞։ Դուք չեք անում ուղղակի, դուք սպասում եք, որ մի հատ միջոցառում ունի, ասենք, Շվեյցարիա հայերը կազմակերպեն տեղի բողոքական եկեղեցու հետ, երկրորդ անգամ ակտիվ։ Որ դուք գնաք, այն մեկն էլ չգնա։ Ինչի դուք չեք անում։ Հիմա ամեն մի հաճախորդ, որ ձեր մոտ գալիս է, եկեղեցու անդամ, չգիտեմ, ինչի է գալի, մոբարելի է գալի, մատաղանելի է գալի, այդ ձեզ հարցը չի տալիս։ Չի տալի, ինչ եք պարապ նստել։ Ինչու մեր ռեսուրսները չեք օգտագործում, որ մենք այս հարցը պահենք միշտ top կետի վրա, մանավանդ որ դրա
Ահմար ինքան հարմար առիթներ կա, ինֆորմացիոն առիթներ կա, քաղաքական առիթներ կա, ու վստահ եղեք, որ լինելու են շատ երկրներ, որ օգտագործելու են այդ առիթները հենց իրենց շահերի համար։ Ձեզ այդ հաճախորդները ձեր եկեղեցու այդ հարցերը չեն տալիս, բայց այդ հարցը կա, ու այսօր ձեր գործունեությունը հայապահպանության հարցում առանց չափազանցնելու ես կարող եմ գնահատել 0, չեմ ուզում ասեմ մինուս, բայց 0 է, այսինքն 0 մի բան է, որ չի շարժվում տեղից, ոչ մի կողմ չի գնում, այս ձեր գնալ մասնակցել այդ հանդիպմանը, ոչ մի բան չի տալի, բացարձակապես, այն Կովկասի թաթարների, մուսուլմանների այն հայտարարությունը, որ հայ առաքելական եկեղեցին Հայաստանում վտանգ անվտանգության համար Կովկասի, ձեր թեթև պատասխանելը, որ դա այդպես չի, էլի բան չի տալիս, եթե դուք այս բանի մեջ եք, կոնտեքստի մեջ եք պատկերացնում ձեր գործունեությունն ու ձեր ընդհանրապես լինելու իմաստը հայկական իրականության մեջ, շատ ցավալի է, որ կարող է ես այդ եկեղեցին չէի գնա, ու կարող է էլի մարդիկ լինեն, որ հասկանա, որ գնալ պետք չի, հիմա գնանք ավելի ցավոտ թեմաների, նայեք, սա Սարսանգի ջրամբարն է, լրիվ ցավակել է, հիմա ես ուզում եմ ցույց տամ, թե ինչպիսին է Սարսանգի ջրամբարը միջև թուրքերին հանձնելա, Արցախ-ադրբեջանցիներին հանձնելա, խնդրեմ, տեսնում եք, ջուրը, կանաչը, նայեք, ես մի ամբողջ հաղորդում եմ կազմակերպել, ունեմ YouTube-ում, այսօր էջով տարածեցի, որտեղ օգտվել եմ մեր բնապահպանների զեկույցներից, որ ցույց տան, որ այդ 44 օրյա պատերազմը ուներ փակնված նպատակ իր մեջ, դա մենակ Արցախը գրավելը չէր Ադրբեջանի կողմից, ուրեմն նախքան 44 օրյա պատերազմը Արցախում կար 22 ջրամբար, մեկը սա է, գրեթե ամբողջությամբ ապահովված էր Արցախի ջրային անվտանգությունը, այժմ Ադրբեջանին է անցել ջրամբարներից 22-ը, պատկերացնում եք, 24 ջրամբար ու ամբողջ Ադրբեջանը պետք է լիներ անապատի վիճակում, այդ որ Սարսանգն իրենք վերածե անապատի, ամբողջ Ադրբեջանը կարող է լինել այդ վիճակում, իսկ Նիկոլ Փաշինյանը, սա քաղաքվաճառում է, ստե թուրքը չի հասել, թուրքը Սարսանգը չի գրավել, սա նվիրել է, Փաշինյան Նիկոլը այս ամեն ինչ որ տեսնում եք, այս հրաշք տարածքը նվիրել է թուրքերին, որ իրակ անապատացնեն, եւ այսպես 24 ջրամբարից 22-ը տվել են թուրքերին, տարբեր աղբյուրներ նշում են, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքների ընդհանուր ջրամատակարարումը կազմում է մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, սա կարևոր ձեռքբերում էր ադրբեջանցիների համար, քանի որ տարբեր կանխատեսումներով մինչև 2050 նրանց ջրային ռեսուրսները նվազելու են 20%-ով պայմանավորված կլիմայական փոփոխություններով։ 20-ի տվյալներով Ադրբեջան ԱՊ-ի երկրների շարքում առաջին տեղն էր գրավում ջրի կորուստի 28% կորուստ ունի եւ ուներ ջրի լուրջ խնդիր։ Այսինքն 25 տարի հետո ամբողջ անապատ պետք է դառնար Ադրբեջանը, մնալ միայն Բաքու։ Հիմնական այն հողերը, որ իրենց բերքա տալիս սնումը, անապատանումը, որովհետեւ ջուր չեն կարողանում իրանք արտադրել, դա թուրք են էլի։ Դու ջրի կորուստը իրանց մոտ 28%-ը։ Սիվիլետ ուսումնասիրել է, թե ինչ ջրամբարներ կան Արցախում ներկայում, որ ջրամբարներն են պատերազմի արդյունքում անցել Ադրբեջան։ Սա մի հսկայական բան է։ Ես հիմա չեմ ուզում մանրամասն գնամ, ուզում մի պահ ցույց տամ այն հաղորդումից, որ ես արել եմ այն հետևի վրա ես եմ դեռ երևի 3-4 ամիս առաջ ջրի անվտանգության մասով։ 22 թվականի սեպտեմբերի 13 գիշեր 12:05 րոպեին սկսեցին մեծ ռմբակոծություններ, մեծ ստե զորամասը մոտամեզի
ահա որ խփում են գյուղին երեք կողմից։ Քյալբաջարի կողմից, այս կողմից, այն կողմից։ Մենք էլ տանն դե մտածենք, որ խփին սկսին ավելի արագացնել։ Գյուղից դուրս եկանք այդ ժամին։ Գիշեր ժամին մինչև 1-ը գյուղից դուրս եկանք, դա փոքր երեխեի հարցը սղի։ Այն հաջորդ օրն էլ եկանք, որպես անասուններին կերակրել, տեսանք հեսա, սնարյադը խփեր են։ Պատի մեջինա մտա սենց փուլվեր այ լրի մեքենան վնասված եղե ծոտքում սարերից պիտի ջուրը բերեին մցնեին գյուղ ջրակից որպեսզի ժողովուրդ խմելու ջուր ունենային Սա ասկետ այն ինչ որ տվել են պատերազմի ժամանակ դա դեռ քիչ է դից հետո էլի են տվել սա սոտքի մասն այն արդեն պատրաստ է պիտի ջուրը միացնեին 20 թվականի պատերազմը որ ընկավ ադրբեջանցիները նստեցին այդտեղ ու մենք ջրի մեջ խնդիր ունեցանք այդ արդեն էլ ջուրը գյուղ չմտավ ժողովրդի մեջ նրանց խոսակցություն կար ասում գուցե դուշման է էլի էսի ջուրը թույնավորվում մի բան լինի տես ինչքան խմողա ջրից մի բան լինի դրա համար ինձ թվում է դիչ միացրեցին էսի մեր ջրհորնա օգտվել ենք այս ջրհորից հիմի փարկացու ջուրը կա ինձ թվում է խնդիր չենք ունենա ջրի հետ կապված Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ջրային անվտանգության ամբողջ համակարգը հայտնվեց նոր իրողությունների պայմաններում։ Ադրբեջանական զինված ուժերի Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը ի թիվս այլ նպատակների ուներ նաև գերխնդիր վերահսկողություն սահմանել կարևոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային պաշարների հանդեպ։ Հայաստանի ջրային անվտանգության ճարտարապետությունը փոխվեց եւ խոցելի դարձան մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանամերձ դարձած բնակավայրերը։ Եվ այսպես սա շատ ընդհանուր փոքրիկ հատված է այդ հաղորդումից դուք հաղորդումը կարող եք գտնել ինքներդ նայել կոչվում է ջրային դիվերսիա նկատմամբ հաղորդումը որ ես ուրեմն այսպեսի վերնագիր ունի ջրային դիվերսիայո Հայաստանի Հանրապետության նկատմամբ 44 օրյա պատերազմի թաքնված պատճառները եթե դուք հիշում եք մի քանի օր առաջ ես ցույց տվեցի այն ջրամբարը մեծ ջրամբարը որը Թուրքիան կառուցում է Արաքսի ափին իր կողմից հա վերևում Գյումրու տարածքում որը օգտագործելու աշխատացնելու պարագայում եթե Արաքսը մտավ այդ ջրամբար գետի հունը փոխեցին Արարատյան դաշտը կցամաքի այսինքն պատկերացեք այն որ կարողանում են օգտվել Արաքս գետից բոլոր տեսակ ջուրը պակասի իր վնասներն ունենալու կենթանական ջրային աշխատանք անվտանգության իմաստով հա չէ որ նաև սահման ամեն դեպքում հիմա Հայաստանը սրանք վերածելու են այն անապատի այն ինչ որ իրենք արդեն վերածել են 5 տարվա մեջ Սարսանգի ջրամբարը այս Փաշինյան Նիկոլը ինչ արել է այս պատերազմով եւ շարունակում է անել Եվ դրան զուգահեռ Թուրքիան ինչ որ իրականացնում է հերահար Հայաստանի զրկելով նաև Արաքս գետից։ Սրանք հերահար մի հատ նպատակ ունեն ոչնչացնել, անապատացնել, փոշիացնել Հայաստանը։ Իսկ մենք ինչով ենք զբաղված։ Իսկ մենք հələ շարունակում ենք Նիկոլ Հանդուրժը։ Ես որ ասեմ Նիկոլ Հանդուրժը, մենակ Նիկոլը չի։ Փաշինյան Նիկոլի հետ առնչվող, իրան աջակցող, իր համար ծառայող, ոստիկան, քննիչ, դատախազ, պետական աշխատող բոլորը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ապագայի թշնամիներ են։ Դրանց հետ շփվելու, դրանց աջակցելու, դրանց լոյալություն, դրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ունենալը արդեն հակամարտկային է։ Ոնց որ դու քո դահիճի հետ դուքով խոսես։ Իհա կարող ես դուքով խոսել։ Բայց ինքը դանից չի դադարելու դահիճ լինել, ինքը իր գործն անում։ Ընդ որում ունեց համառությամբ, ունեց արագությամբ անում։ Ես արդեն ցույց տվեցի Սարսանգի այդ պատկերը ճակացողը։ Սա սպասում է ամբողջ Հայաստանին։ Պատկերավոր ասած։ Վերադառնում ես կենթանուների։ Այս նկարը տեսնում եք։ Սա հաթաբալադա ներկայացումից է պատկերը ես առանձնացրել եմ սա կոչվում է մարդկային տեսակի մուտացիա ես չեմ ասում որ Ալենը երբևէ մարդ է եղել բայց որ այս կարգի ինքը կարող է լինել երևի ինքն էլ չէր պատկերացնում երևի ինքն էլ չգիտեր մասին հա իշխանությունը անպատժելիությունը
փողասիրությունը, էլի անպատժելիությունը, դաստիարակության պակասը, արժեքների բացակայությունը բերում է այս կարգի մուտացիայի։ Հեսա այն աջ կողմի այն տեսարանը, այն կերպարը կարմիր գլխով, դա պոետ համազասմներ, պոետ, աղքատ պոետ համազասմներ, որ ընդամենը տվեցին իշխանություն, փող ու ժամանակի ընթացքում դառավ հրեշ։ Ասում են իշխանությունն ու փողը իմիջիալոց մարդուն հրեշ չի սարքում, իշխանությունն ու փողը մարդու մեջ ուժեղացնում է այն, ինչ որ արդեն գոյություն ուներ։ Ինքը ընդամենը բանա, դոպինգն է։ Եթե մարդը այդ խեղճության մեջ ինքը հրեշ է, որը չի երևում, դա չի երևում զուտ այն պատճառով, որտեղ ձեռքը հնարավորություն չկա։ Իսկ մարդիկ շատ ժամանակ այդ խեղճության մեջ տեսնում են լավ տղա է, բարի է, խեղճ է, խելոք է։ Սա սոսկալի կործանարար եւ մոլորեցնող ձևակերպումներ են։ Իրական մարդու ճանաչելու համար պետքա դուք մարդուն կարողանաք տարբեր իրավիճակներին տեսնեք, էքստրեմալ եւ շատ լավ եւ շատ վատ։ Եվ այդ ընթացքում դուք նոր կարող եք գոնե 50%-ով հասկանալ ում հետ դուք գործ ունեք։ Քանի դուք մարդուն մի ստաբիլ վիճակում եք տեսնում, գաղքատա կամ խեղճա կամ թույլ է, դուք մարդուն չեք ճանաչում։ Ցամոք սա է, մարդը իրան էլ չի ճանաչում։ Հովանես համազասմնել չէր իմանում այդ բանի հերոսը, ներկայացման հերոսները ինքն էլ չգիտեր, որ ինքը կդառնա մի օր այդ նույն հրեշը։ Ասելիքս ի՞նչն է։ Մենք ենք նպաստում, որ այդ մարդիկ բացահայտեն եւ դառնան հրեշ։ Այսինքն ոչ թե մենք պետք է քողարկենք իրենց հրեշ լինելը, չէ։ Ոչինչ մարդուն այնքան չի այլասերում, ինչքան անպատժելիության զգացումը։ Այ դա մենք ենք անում, այ դա մենք ենք ցույց տալի։ Դրա համար եմ ասում։ Մենք մարդուն իհարկե չենք կարող փոխել, բայց անպատժելիության զգացումը դա կարող ենք կանխել։ Դա մենք երբևէ ոչ մի ղեկավարի օրոք, ոչ մի կառավարության օրոք մենք չենք արել։ Ցանկացած կառավարություն ինքն է փորձել հաստատի մի այնպիսի իրավիճակ, որ անպատժելիությունը դառնա նորմ, մտածելով, որ դա վերաբերվելու է միայն բացառապես իրեն, այսինքն դրանից օգտվելու է բացառապես ինքը, ու ինքը արդար նպատակներով է օգտագործելու այդ անպատժելիության եւ բացառիկության իր ինքն իրեն տրված հնարավորությունը։ Վազգեն Սարգսյանն էր այդպես մտածում, որ ասում էր ես ինքս ի վիճակի եմ եւ ունակ եմ որոշելու հայազգի ապագան եւ եթե 100%-ով էլ նրանք ուրիշի ընտրացել են, մենք իշխանություն ոչ մեկի չենք տալու։ Ցավոք այս կործանարար մենտալիտետը վլաստ չենք տալու, մենք ենք ամենաճիշտը, թքած բոլորի վրա։ Պետք է բերել այս վիճակին, որովհետև Վազգեն Սարգսյանն է ստեղծել իր այդ խոսքերով այսօրվա Փաշինյան Նիկոլին ու Ալեն Սիմոնյանին։ Այն գործողությունները բերել է այսօր այս հետևանքների եւ այս գործողությունները վաղը բերելու է այլ հետևանքների, որոնք երբեք չեն կարող լավը լինել, որտեղ լավ հետևանք ենք ուզում, եթե ուզում ենք տեսնենք, լավ հետևանք պետք է լավ բան անենք։ Իսկ անպատժելիությունը, քցնելը, դավաճանելը, ստելը, խաբելը, դրանք լավ հետևանքներ ոչ մի պարագայում չեն կարող ունենալ։ Նույնիսկ եթե մեկին էլ թվում է, ինքը լավ նպատակներով է դա անում, ստում։ Այսինքն լավ նպատակներով է ստում, որ ռուսը գալու է իրան փրկի։ Լավ նպատակներով է ստում, որ ասենք կարող է այս անգամ Զախարովան իրեն չդավաճանի, որտեղ Զախարովը որոշել է, որ մարդասիրական ակցիա է անելու արցախցիների նկատմամբ։ Հա, ու մեկ էլ իմ արցախցիները ոգևորված, որ այս անգամ կարող է Զախարովան, վախ, ամեն դեպքում կինը, հա, արցախցիների համար մի բան անի, ոչ մի լավ բան Զախարովան արցախցիների համար չի կարող անել։ Եվ նույնիսկ ինչ էլ անի, արդեն այդ մարդկանց զրկել է իրենց տնից, տեղից, հայրենիքից, ապրուստից, մանկությունից, ապագայից, ամեն ինչից։ Մարդուն որ տեղը հանեն, ցանկացած ծառ, որ հանում ես իր հողից, ուր տանես, նա չի կարող արմատ տա։ Չի կարող։ Դա ահավոր բան է ցանկացած մարդու կարակը։ Այ ես մի քանի տեղ կարդացի, որ տեսակ Զախարովան էլի ռուսները գանում, չէ,
Չի կարելի ասում է բանը փոխվեց, հո իրանց պլանները չփոխվեց, ասում է Օսմանցու ղեկավարը փոխվեց, Օսմանցու ծրագիրը չփոխվեց, այսօր եթե արցախցիներին ասել են կառավարություն ստեղծեք, նոր նախագահ ընտրեք, հեսա ձեր համար գալիս ենք միջոցառումներ անենք, ծրագիր ենք ուզում անենք, դա երբեք ձեր համար չի։ Ձեր համար չի դա Ադրբեջանի դեմ է։ Հասկանում եք, ձեր համար չի կարող դա լինել, դուք այս ամեն ինչի մեջ գործիք եք, դուք գործիք եք, միջոց եք Ադրբեջանին շահելու համար, որը չստացվեց, հիմա որոշել է Ադրբեջանի պատժի ձեռքով, էլի չի ստացվելու, որտեղ Զախարովան արդեն ոնց ասեմ ձեզ ժողովուրդ ջան, այնքան է օգտագործված, որ իրեն հնարավոր չէ նորից օգտագործել։ Ես Իրանի նկատի չունեմ միայն, այդ ամբողջ համակարգ երկիր կոչվածը, Ռուսաստան կոչվածը, նա արդեն այնքան բսկտված ու այնքան բազմաչարչար է օգտագործվածության իմաստով իրակ, վատ իմաստով, որ ինքը չի կարող նույնիսկ այսօր Ադրբեջանի վրա ազդել։ Չի կարող։ Ադրբեջանի պետք լինի կանի, պետք չի լինի չի անի։ Եվ պետք չի Զախարովայի խոսքերից կամ դրանց դեսպանի խոսքերից բանը ոգևորվել, որ այ տեսեք ռուսները։ Հիմա ռուսները դիտավորել արցախցիներին ակտիվացրել են, ես առաջի իրենց առաջ ես հայտարարությունից ասեցի, չէ, որ ասել են Վիտո խոսա։ Վիտոն կյանքում չի խոսա, եթե Վիտոին չեն ասում խոսա։ Ինքը որտեղ մի հատ ավելորդ բան խոսած, ինքը մի անգամից հատնում է KGB-ի պատվալում։ Նույնը Սամվելը Շահրամանյան, նույնը բոլոր ովքեր իրանց դրել են Արցախի ղեկավարության տեղ։ Ուզում է թրանտինքինից։ Եվ ասի Թուրքիայի մեջ են գսել։ Ոևէ մեկը ինձ չգրնար բարեր բացատրել, որ ցեղասպանությունը ասանգեր, սանգեր, նանգեր։ Իրավական այդ բառը անգամ իմ լեզվիս մեջ կարևոր չէ։ Ես գիտեմ, որ ժողովուրդը 4000 տարի իր ապրած վայրեն, արին եւ դարին։ Եվ խորհրդարանի մեջ իրենց ասի, որ այդ երեսփոխաններուն, եթե առնեիք այդ ժողովուրդը եւ ոսկի օտանավներով դանեիք, ուրիշ տեղեր տնեիք, նույնն էր ցերրածը։ Ասի ցեղասպանություն էր, որովհետեւ ժողովուրդը իր արմադեն գդրեցի, իր հողեն գդրեցի, անոր զարգացած մշակույթեն գդրեցի, եւ եթե հիմա սպիրկը այս կան, եթե գրիվունը ցեզի հետ եւ իրեն է, իրականության մեջ անիկա կփնտրի իր արմադը, ան գրիվ ունի իր արմադին է, որ դուք գդրեցիք։ Սա ասում է մարդը Ստամբուլից, Թուրքիայից, իսկ Հայաստանում, Հայաստանի սրտում մարդիկ հակառակն են ուզում պնդել։ Իրենց թվում է, թե իրենք բան են հաջողելու։ Ուղղակի երևի իշխանությունը տես մի բան է, գիտեք, տես մի բան է, sense իրանք որոշում են, որ իրանք պետք է լսեն այն ինչ որ իրանք ուզում են, դրա համար իրանք շրջապատում են այն բարձրախոս գլուխներով, այն խոսացող գլուխներով, որոնք խոսալու են այն ինչ որ Աստված ասի, իրանք Աստվածն է, իրանք փող տվողն է, կերակրողն է ուզում լսի, եւ այդ իշխանությունը քիչ-քիչ հայտնում է մի հատ հիմար վիճակում, որ ինձ թվում է այ որ էսա, ուրիշ խոսակցություն չկա։ Սա գիզ միշտ հիշացնում են այն վատ երկիչներին, որ մտնում են եկեղեցի կամ ասենք բաննա ու երգում են, այդ արձագանքից ես թվում են ու փախած ձենում են։ Հայ հիմա սրանցն է։ Այնքան են իրանք շրջապատել, սենց այդ իրանք այս նեղ քայլառասներով իրար մեջ խոսում, մտածում են, որ հիմնական բանը խոսույթը, սա է, ու սենց եկո ոչ մի թեմա չկա, բոլորը իրենց համաձայն են, չնայած իրանք հաստատ նայում են, այս հաղորդումներն են նայում, իրանք զեկուսում են, այս exit բան փոլերներն են նայում, այս քվեարկություններն են նայում, ամեն ինչ նայում են, երևի վախենում են այդ իդիոտներին ասեն, դուք հասկանում եք, որ դուք արդեն գոյություն չունեք, թե էլ գլխի չեք ընկել, բայց ասենք ով այդ զեկուցողներից ով գլխին խեմք կա, հո նա գիտի, որ արդեն սրանք գոյություն չունեն, բա ուր եք սրանց աջակցում, ինչ եք թողում ես բոլորի ստանի կառակնարան,
Ես դրա համար ասում եմ, ես ոչ մի ոստիկանի նկատմամբ, ոչ մի համազգեստավորի նկատմամբ ես բան չունեմ, ներողամտություն չունեմ, բացարձակապես, իրանք իմ համար բոլորը նույն հոդվածի տակով գնում են, կոլաբորացիոնիզմ ասա կոչում, կոլաբորացիոնիզմ, որտեղ ըստ իրանց գործառույթի իրանք պետք է ձերբակալածնեին այսօր, բանի, այսօր հենց այսօր Ալեն Սիմոնյանին պետք է ձերբակալածնեին, որտեղ այն ինչ որ ասում է, որ 5 րոպեա պակաս այդ փաստաթղթի կոչված խաղաղությունը, սա ստորագրելու ենք հայերը գնալու են, ադրբեջանցիներն էլ գալու են ստեղ ապրել, հա։ Հիմա Ալիևն էլ չէ հասկանում, որ ադրբեջանցին ստեղ չի գալու ապրի։ Ոնց ինքը ինչ երաշխիքով ադրբեջանցուն ուղարկելու Հայաստան ապրի։ Գա ուր ապրի։ Հայաստանում հայերն են հազիվ ապրում։ Հայաստանում չի ուրիշ ազգներ շատ չեն ապրում, որովհետև Հայաստանում հազիվ հայն է կարում ապրի։ Ադրբեջանն էլ գիտի, չէ՞ որ ինքը չի գալու դե։ Ուղղակի իր խոսույթն է, իր ճնշումն է, իր բանն է, սրանք էլ էշեշ կրկնում են։ Էշեշ չէ, սրիկայաբար։ Դրա համար ասում ոչ մի բան համազգեստավոր իմ մոտ ներում բեկում չի ունի։ Ինքը իր գործը չի անում, սրանց չի կալանավորել։ Սրանք կոլաբորացիոնիստ հանցագործներ են։ Բայց դուք հասկանում եք, որ սրանք արդեն գոյություն չունեն։ Դուք ինչքան եք սրանց ձեռքով քանդելու մեր երկիրը։ Պատասխան տալու ժամանակը գալու է, չէ՞ վաղ-թե-ուշ։ Եվ այսպես Պակիստանը շատ ոգևորված է, եւ ոչ միայն Պակիստանն է ոգևորված, ինչեւ Իսրայելն էլ է բավականին ոգևորված Ալիևի ձեռքբերումներով ճակերտավոր եւ Լաչինում կբացի փաստորեն կառուցված 3-րդ օտարավական արդեն պաշտոնական բաշխման արարողություն տեղի կունենա հենց վաղը, ինչքանով հասկանում եմ, հենց մայիսի 28-ը իրանք այդպես են ուզում նշել, եւ այնտեղ կլինի Էրդողան ու նաեւ Պակիստանի վարչապետը։ Շատ լավ դու կառուցեն։ Սա երկու բան է ցույց տալիս, որ Լաչինում հնարավոր էր օդանավակայան կառուցել եւ ոչ միայն Լաչինում, որ մյուս հանգամանքը, որ Ադրբեջանը Ալիևը վերաբերվում է այդ տարածքներին որպես իր սեփական տարածք։ Մի բան, որ Հայաստանը չի արել 30 տարի, հիմա վերադառնամ ձեզ այնտեղ Ռոբից մինչև Սերժիկ։ Ես Նիկոլ բանը Լևոնին շպրտում եմ այս հանգամանքին։ Միկո, որ 97 թվականին, մինչև 97 թվական Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող այնտեղ ոչ մի բան անել։ Ոչ միայն չէր ուզում, բայց օբյեկտիվորեն նա չէր կարող ինչ-որ մի բան անել։ Հա, ռեսուրսների բացակայության պատճառով։ Բայց այդ վիճակը արդեն հետո Քոչարյան Ռոբերտի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներում։ Դուք Արցախում բացի ռեստորան ու հյուրանոց կառուցելուց դուք ոչ մի բան չարեցիք։ Այն ճանապարհներն են, որ ինչը վերանորոգեց Գանձասարից սկսած, դա Լևոն Հարապետյանի շնորհիվ եղավ։ Որին ուրացակ բոլորը։ Երևի սա էլ հետևանքներ, որ պետք է լիներ։ Ուրացման հետևանքը միշտ սա է լինում։ Եվ այսպես Ադրբեջանը փաստացի տարածքին վերաբերում է որպես իր տարածք եւ մեծ ներդրումներ անում է օդանավակայանը կառուցում արդեն 3-րդ օդանավակայանն է կառուցել 3-րդ միջազգային ստանդարտներով իսկ Երևան-Արցախ այդպես է թռիչք չեղավ Երևան-Արցախ Սերժիկ Սարգսյանն ասում էր առաջի ուղևորը ես պետք է լինեմ չէ Սերժիկ այդքան էլ փող ծախսեցիք օդանավակայանի համար վերջում տայեք իրենց Ձեզ ոչ մի հայոյանք չի բանանում, գիտեք, չի սպառում մեր մեջի արտահայտվելու լիմիտները, չի սպառում էլ այդ ցանկությունը, ոչ մի հայոյանք չկա, ոսից ասենք, ուսած թեթևանանք ձեզ։ Եվ այսպես։ Սա բանի անգլերեն բանն է, հոդվածն է, նույն Ինչ է եղել, որ խաղաղության այս նախաձեռնող խումբը Բեռնում, ասես տեսնում եք նույնիսկ Վարդան Ոսկանյանն է, ոնց որ Վարդան Ոսկանյան։ Բեռնում տեղի ունեցել, ես շատ եմ կարևորում նման միջոցառումները աշխարհում մեկ։ Հայ եկեղեցին որ ուզենա
շաբաթը միտեղ մի սեզման կառաջարկի կանցկացնի։ Սա Ռուսաստանն է, Մոսկվայի դատարանը հերակակարգով Կավչեկ բանի պրոյեկտի ղեկավարին Անաստասիա Բուրկովին 7.5 տարի է դատապարտել Պուտինին խելագար անվանելու համար։ Պատկերացնում եք, սա Ռուսաստանն է։ Ինչով Կավչեկ պրոյեկտ կա։ Այդ պրոյեկտի նախագահը Պուտինն ասել է նա խելագարվել է։ Դրա համար 7.5 տարի։ Ինձ ասեք տեսնեմ ինչով է տարբերվում սա ստալինյան ժամանակաշրջանից։ Դա թող մենք Պուտինին քաղաքական հայացքներս բան որ չի բռնում ես այդ իմպերիան ֆիզիկապես չեմ կարողանում տանել, դա թողում եք մի կողմ։ Ես հարց եմ տալի, լավ, հիմա դուք ովքեր տանում են այս իմպերիան իրանց համար էսի ամենալավ բանն է, տարածքն է։ Դուք ո՞նց եք սրա վերաբերվում։ Երեք մի կին էր գրել, ես ուղղակի ես լինում է չէ որ քեզ բան են ասում, քո մոտ կախում է, չգիտես ինչ խոսես։ Գրել էր դուք ինչքան ուզում եք վատաբանեք Ռուսաստանի մեկ ամեն հայերը շատ ուրախ ու լավ ապրում են այնտեղ։ Մոտ ապես ես մի բան գրած։ Դու չգիտես այդ մարդուն չափանիշները ուրախ ու լավ ապրելը Ռուսաստանում բոլոր հայերն են ապրում։ Այսինքն միտեղ կարելի է ուրախ ու լավ ապրել, որ դու չգիտես, վաղը քո երեխեն կարող է քեզանից մարդ լինի եւ հասկանա, ասի, որ ես պատերազմ չեմ ուզում, ու այդ երեխուն դպրոցական է լինի, տանեն բանտ։ Որ դու մի օր ասես, որ դու խելագարվել ես, այն չի կարելի դրա համար քեզ 7.5 տարի տան։ Հա, ոչ չհարցնեն դու ուզում ես թե չէ, համաձայն ես այդ պատերազմի հետ թե չէ։ Քո երեխուն վերցնեն ու մսի տեղ տանեն, այ միջև մենք խոսում ենք, էլի եւս մի 1500 ռուս սպանվեց արդեն, միլիոնից անցել է։ Գրանցված սպանվածների թիվը միլիոն անցել է։ Դա բազմապատկեր 3-ից 4-ով հաշմանդամությունը Ռուսաստանում, հաշմանդամություն։ Հիմա ես վատաբանում եմ մեկ ամեն հայերն դե ուրախ ապրում են, որ միջավայրում կարելի է ուրախ ու լավ ապրել։ Ուրեմն մենք նախ տարբեր չափման գոտիներում ենք ապրում։ Մեր համար լավ ապրելը լրիվ տարբեր բաներ է։ Մեկի համար լավ ապրելը կարող է կուշտ ուտելն է ուղղակի։ Կուշտ։ Հիմա կուշտ կներեք արտահայտությանս համար, բայց եթե տերը լավ է լինում, գոմում անասունն էլ է կուշտ ուտում։ Կարող խոտը դնի դեմը, այդ անասունը կուշտ ուտի։ Ես բոլորովին կողմ չեմ սոված ապրելու, բայց ո՞րն է չափանիշը։ Իմ համար լավ ապրելու չափանիշը իմ ազատություններն է, իմ ինքնարեալիզացվելու, իմ սեփական ցանկությունով, ոչ թե պարտադրված ցանկությունով, իմ գործողությունների, իմ կարծիքների մեջ, դա է լավ ապրելը։ Ինքնարեալիզացվելու իմ ճաշակի, իմ արժեքային համակարգի տիրույթներում։ Սա ես չգիտեմ ոնց կարելի է, ասենք ես հիմա եթե ես հաղորդումներ անեի Մոսկվայում, ես Մագադանում կլինեի լավագույն դեպքում։ Եթե մեկին կարող են խելագար բալի անբարի համար 7.5 տարի տալ, պատկերացնում եք ինձ ինչ կարող էին արած անել։ Ասում եք ինչքան ուզում եք վատաբանեք։ Ես չեմ վատաբանում, տիկին ջան, ես ընդհանրապես ասում եմ շնորհավորում եմ ձեզ, երևի դուք Ռուսաստանում եք ապրում ու ձեր երազած տարածքում։ Ու հանկարծ Աստված չանի, ձեր երեխեն մարդ դուրս գա, որ ասի չի կարելի ապրել։ Ու հենց այդտենց եղավ, ինչեմ ասում Աստված չանի, որտեղ հենց ինքը հասկացավ ես ինչա կատարում, ինա միանգամից դատելու են։ Որտեղ չի կարելի ասել ես դուք ինչ եք անում։ Չի կարելի ասել ուղղակի, դատում են, դպրոցական երեխու, աղջիկ տղու 8 տարի դատեցին, միայն նրա համար, որ գրել էին, մենք խաղաղություն ենք ուզում։ Վերջ։ Շնորհավորում եմ ձեզ, դուք շատ լավ տեղ եք ապրում։ Եվ այսպես էլի Օրբանի վրա սև ամպեր են դուրս գալիս, երկրներ են միավորվել, արդեն ստորագրություններ են հավաքում, սա նկատմամբ սահմանափակումներ եւ սանկցիաներ կիրառել 20 երկիր, արդեն Եվրոսոյուզի մեջ, Եվրոմիսիան մեջ միացել են այս ստորագրավակի շուրջ։ Սա ուրիշ էլի հայտարարություն է, շատ տիպիկ ռուսական։ Մոսկվան 3 օր բոլոր այս բնակելի տարածքները 3 օր ուկրաինական բնակելի տարածքները ռմբակոծելուց հետո 600
դրոն ավել թողել է 600 հատից ավել դրոն եւ տասնյակ բալեստիկ հրթիռներ այս են շենքերը ավել Ուկրաինան էլ է խփում նավթավերամշակման տեղերին ռազմաբազաներին ոչ երբեք շենքերին Sense բան չեք տեսել Ռուսաստանը ոչ մի շենք չկա ու երրորդ օրից հետո ինքը պահանջում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ ամբողջ բանը եվրոպացին խելագարվել են եվրոպացիք չեն հասկանում ես ինչ է կարելի ոնց կարելի այս վիճակի մեջ են բոլորը ասում են էս ով է սա էս ինչ էս ու 30-ին է դրված մարդու իրավունքների մասին պետք է խոսա նախնական ասվել է եւ պահանջել է ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի նիստ գիտեք ես այս վերջերս բանը Մաներգեյմի կեսագրությունն էի ուսումնասիրում ծնվել է Ֆինլանդիայում բայց դանիացու ընտանիքում ֆինլանդերեն նույնիսկ չի իմացել լեզուն չի կարող շատ վատ է խոսացել բայց ամբողջ կյանքը 14 տարեկանից անցել է Սանկտ Պետերբուրգում ինքը եղել է ցարական բանակի սպա մի խոսքով հեղափոխությունից հետո նոր տեղափոխվել է Ֆինլանդիա մինչև Սանկտ Պետերբուրգից հասել է Ֆինլանդիա Օդեսայից մինչև հասել է Ֆինլանդիա այդ երկար ճանապարհի վրա Ֆինլանդիայում արդեն եղել է հեղափոխություն որտեղ բոլշևիկները չեն կարողացել գրավել եւ մի խոսքով 5 կառավարությունն է մնացել այդտեղ չեն կարողանում բոլշևիկները երբեք փոխել իշխանությունը մի խոսքով լինելով ցարական լավ տիրապետել ռուսերին լրիվ ցարական սպա բայց մնում է իր հարազատ Ֆինլանդիայում ու չի տեղափոխում բանից հետո հեղափոխությունից հետո ուսուցում է իր երկիրը կառուցել իր իմացած բանից եւ որ գնում է թոշակի միջև պատերազմադալինում հասկանում է որ այս եղած կառավարությունը ոնց որ այդքան չի պատկերացնում ինչա նշանակում Ռուսաստան չի հասկանում ու ոչ մի բան չի անում այդ ուղղությամբ հետ է գալիս Փարիզից հետ է գալի ու սեփական միջոցներով եւ դրա համավարակությամբ սկսում է կամավորներ հավաքել եւ կառուցում է պաշտպանական այն գիծը որ հետագայում 1940 թվականին 39-40 թվականին կփրկեր Ֆինլանդիան սովետական միությունից դա այդ գիծը դրանից հետո նոր այդ գիծը կոչվեց Մաներգեյմի գիծ այսինքն ասելիքս ինչի մասին է ինքը գիտեր ովքեր են ռուսները թողում է ամեն ինչը գալիս է ոչ թե պետական միջոցներով այլ իր սեփական միջոցներով ազնվական է եղել տիտուլով ամեն ինչով էլ եւ գումար հանգանակություններով ֆինլանդացիների այդ կամավորների ձեռքով կառուցում այդ պաշտպանական գիծը շատ լավ իմանալով ովքեր են ռուսները ինչ կարող են անել եւ դա ապացուցում է պատերազմի ժամանակ դրա շնորհիվ այդ 7 միլիոնանոց հիմա է 7 միլիոն ժամանակ դժվար 7 միլիոնան մի խոսքով կարողանում է փոքրիկ Ֆինլանդիան դիմագրավել այս հսկայական սովետական գույցանը հսկայական այսքանից հետո չիմանալ ով է ռուսը Մաներգեյմը գիտեր որտեղ եթե Մաներգեյմը չիմանալ այդ գիծը չսարքեր հիմա Ֆինլանդիան էլ բանի նման Ուկրաինայի նման կամ ասենք ներսբարձան երկրների նման մի բան էր դարձել սովետական միության տարածքում դե հիմա հետո կհարցնես ազատվեց թե չէ չգիտեմ պատմությունն են ստացվեց որ ներսբարձան երկրների սովետը գրավելուց հետո բայց անկախություն ստացան ու կարողացան առանձնանալ չգիտեմ Ֆինլանդիան ինչ կլիներ բայց այն փաստը որ Ֆինլանդիան կարողացավ փրկել որովհետև իրանց մեջից մի խելացի մարդ զինվորական գիտեր ինչ է նշանակում Ռուսաստան եւ նախ կանխարգելող միջոցառումներ իրականացրեց դրա շնորհիվ Ֆինլանդիան դառավ Ֆինլանդիա մնաց Ֆինլանդիա իսկ ինչ է նշանակում Ֆինլանդիա ես այդ համեմատության համար ասեմ միջև հեղափոխությունը Ֆինլանդիան բանի ոնց որ Սանկտ Պետերբուրգի գյուղերից մեկն էր համարվում ասկա ոչ թե դա գյուղն էր չէ ուղղակի Ֆինլանդիայից գալիս էին Սանկտ Պետերբուրգ աշխատելու հիմնականում գալիս էին կանայք ու հիմնականում Սանկտ Պետերբուրգ այդ ազնվականների ընտանիքում իրանք աշխատում էին դայակ հիմա բառել կար իրանց համար իրանց բոլորին նույն անունով էին նշում դա իրանց անունը չէր ոչ էլ նշանակում էր ֆին մի հատ անուն կար որով կոչում են բոլոր դայակներին դայակ տան սպասավոր եւ այլն ու բոլորը հիմնականում Ֆինլանդիայից էին գալի աշխատելու
այդ բանը իրենցն էր։ Այսինքն կար Սանկտ Պետերբուրգ, ով էր ֆինանսիան ոչ մի բան էր, գալիս էին Սանկտ Պետերբուրգում փող աշխատելու։ Հեղափոխությունից հետո իսկ ինչա նշանակում արդեն սովետական միությունը ձևավորվելուց հետո Ֆինլանդիան ոնց զարգացավ ու հիմա ինչա Ֆինլանդիան, դե հիմա համատեք սովետական միությունը իր ամեն ինչով ձեռբերումներով եկե Ֆինլանդիա։ Ես Ֆինլանդիա եղել եմ, ես գիտեմ այդ ինչ երկիր է։ Այսինքն մեր կրթությունով ասեմ, առաջատար ամենա top տեղերում է ֆինլանդական կրթությունը իրատված որակներով։ Որ դուք այնտեղ տեսնեք այդ փայտը հայտնի ֆինլանդական, հա, որ այդ արտադրությունները որն են, նույն Բելոզյանը, նույն Բելոզա ծառն է, բայց դուք տեսնեք այնտեղ ոնց են տնկում, ոնց է խնամվում, դա մի ֆենոմենալ համակարգ է, ով Ֆինլանդիա եղել է կամ Ֆինլանդիայում ապրում է, Ֆինլանդիայից նայում է ինձ, ինքը երևի կհաստատի, ես որ 15-20 տարի առաջ էր, որ ես եղա այնտեղ, մոտ մի ամիս համերգներ ունեի Ֆինլանդիայում, ես ուղղակի ապշել էի, ոնց կարող անբարատ նախօրոք տնկեն, կամ ոնց կարելի է այսքան ամեն ինչը հաշվարկել, էլի։ Դրա բանել իրանք դառան Ֆինլանդիա, սովետական միությունը տենց էլ մնաց։ Ասենք կարելիան կպածա չէ բանել Ֆինլանդիայի, դե համատեք կարելիայի վիճակը եւ Ֆինլանդիայի վիճակը։ Դա երկու տարբեր համակարգն է, սովետական չեկիստական համակարգն է եւ ազատ շուկայական ֆիննական համակարգը։ Բայց ռուսների մեջ փաստում է sense եկեղեցիականներ կան, դասեք։ Неужели уже конец мира вообще? Я не знаю, когда будет антихрист, но то, что сегодня Путин антихрист России, это 1,000,000%. Ռուս եկեղեցական ինչ ասում։ Ասում է ես չգիտեմ, ասում է երբ կգա հակաքրիստոսը, բայց որ Պուտինը այսօր ռուսական հակաքրիստոսն է, դա 1,000,000,000%։ 1,000,000,000. Ни за какой там он, ни за Донбасс, там, ни за какой... Ասում է ինքը ոչ այնտեղ այս ամեն ինչը Դոնբասի համար չի, Լուգանսկի համար չի։ Там Крым, ни за какой русский мир, все это цирк. Ասում է սրանք ոչ Ղրիմի համար է, ոչ ինչ որ ռուսկի միր, ռուսական աշխարհի համար է։ Սուտ է ամեն ինչ։ Վրանье. Սա սուտ է։ Кто умный, тот знает. Это ով խելք ունի հասկանում է։ цирк. И Там люди как прокляли кеса. тот день, когда они встали и поверили в русский мир на Եվ ասում արդիկ ովքեր հավատացել են այդ ռուսական աշխարհի ռուսկի միրին, ասում անիծում են միջև այդ юго-востоке Украины. ասում են հարավայինում Ուկրաինա, որովհետև հարավային Ուկրաինան, որ այսօր վերանում է, ոչնչացվում է, դա հենց այն տարածքներն են, որ հավատում էին ռուսների նկատմամբ սիմպաթիա կար։ Պուտինի հույսը հենց դրանք էին։ Այսօր տեսեք էլի բանն է, կարմա կոչվածը։ Այսօր այն տարածքներն են վերացել եւ այն բնակչությունն է մնացել անտենատում, որոնք հավատում էին ռուսներին։ Դաժանա չէ, որոնք պատրաստ էին անջատվել ռուսաբանը իրենց Ուկրաինայից։ Խոսքով ովքեր համակրում էին Պուտինին, ասում են թե գալու է Թուրքի։ Այդ տարածքները գոյություն չունեն, դե շենք չկա արդեն։ Да думаешь, неужели уже конец мира вообще? Я не знаю, когда будет антихрист. Խոսքով։ Հասան, այսպեսի ռուս քահանաներ կան։ Ես վստահ եմ, որ կան կլինեն, մենք կարող ամենանք բոլոր ինչ տեսնենք YouTube-ում, բայց կլսենք, որ դեռ ինչ-որ բան կա, հա, խումբ կա, որ սենց արտահայտվել է եւ արդեն հեռակավել են դատական գործ կա։ Մենք կարող ասես քահանաներ կտեսնենք, բայց երբեք Ռուսաստանում իրենք տոկոս չեն կազմում։ Տոկոս էլ էստեղ հասկանում եք հարցը տոկոս կազմելն է։ Դուք որքանով կարող ես այդ ժողովրդի մեջ փոփոխություն ակնկալել, եթե այնտեղ տոկոսը չկա։ Լավ մարդիկ անշուշտ կլինեն, ֆանտաստիկ, տաղանդավոր մարդիկ կան, միշտ եղել են ու լինելու են։ Դա հնարավոր չի չլինի։ Բայց որքանով են իրենք կարողանալու ինչ որ բան պարտադրել, դա ուղիղ կախված է թե իրենց տեսակարար կշիռը հասարակության մեջ որքան է։ Սա մեզ էլ է վերաբերում։ Ասած Նժդեի հայ տականքը անգերեզանցել է, մենք դա գիտենք։ Բայց դա չի վտանգավոր որ ինքը անգերեզանցել է։ Ուրիշ բան կա վտանգավոր, որ նրանք կարող է տեսակարար կշիռով շատ լինեն։ Այստեղ է վտանգը։ Թե մենք ծայրահեղությունների ազգենք, մեր մեջ ամեն ինչ կա։ Հասկանում եք, եթե մենք նայենք ռելիեֆին մեր,
այս ձորերի, սարերի այս ամպլիտուդան, տեսեք, ամենաներկերից մինչև ամենավերև, սա մեր ամպլիտուդան է։ Մենք ունենք այս ամեն ինչը։ Ունենք այս ամպլիտուդայի մեջ ենք մենք, այս սայերություն։ Ռուսաստանն էս նայում, այսպես շատ թեթև բլուրները, շատ հազվադեպ պատահող ու հիմնական տափաստան ճահիճ, այսպես պատկերացնում եք, այս բալոտան, այս ճահճային այս վիճակի իրաց մոտ։ Իհարկե կան դες սևահողեր կան, բայց հիմնականում ասած անմշակ, անտեր, միջև նայեք Ուրալից են կոմանավան, միջև Սիբիր, միջև Կամչատկա։ Սա էլ իրենց է բնորոշ։ Դրա համար էլ այդ հարթությունը շատ է իրենց մոտ, այդ համահարթեցվածությունը, որ ինքը ոչ մի նոր բան չի ուզում, ինքը իր ճահիճից, իր ցեխից չի ուզում դուզ գա ախպետ, մի խանգարի իրան, ինքը տեղ երջանիկ է, տուր իրան օրական իրան մի լիտր, հա, 4 հոգին մի կարտոֆիլ զակուսկա, ինքը երջանիկ է, ինքը գազ խանգարես կոկորտատ կկրծիկս, չեմ ուզում, ձեր չտաս, սես լավ է ինձ, ու չի կարելի այս ամեն ինչը հաշվի չառնել, չի կարելի ոգևորվել այս ընկերներով, այո, իրանք կան, իրանք էլ մեր նման տուժած են, չի կարելի ոգևորվել, այ տեսակ այս ռուսը կա, վերջ, ռուսը մեր բարեկամն է, ինքն է իմ բարեկամը, այս տեսակ մարդը իմ բարեկամն է, անկախ իր ազգությունից, որովհետև ես ինչքան ուսումնասիրում եմ այս տարբեր ժողովրդի պատմությունները, ես հասկանում եմ գալիս եմ նույն եզրակացության, ավելի շուտ նույն չէ, սխալ եմ ասում։ Ես վերջերս եմ եկել այդ եզրակացության, որ իրականում իմ բարեկամը մարդն է, ոչ թե ազգությունը։ Իսկ ով է մարդ իմ համար, ձևակերպում եմ, փորձում եմ ձևակերպել, չէ՞ ով է մարդ իմ համար, ազգությունը եթե դնում ենք մի կողմ, ով է այդ դեպքում մարդ իմ համար։ Ում համար մարդկայինը արժեք է։ Իսկ ինչ է նշանակում մարդկային։ Մարդկային երևի Այն է, ինչ որ բոլոր մշակույթներում, բոլոր կրոններում նույն ձևի ձևակերպված է։ Նույն ձևի։ Ուզում եք մահմեդականության մեջ նայեք, ուզում բուդդիզմի, ուզում եք քրիստոնեության մեջ նայեք, որտեղ ուզում եք նայեք, մարդ նույն ձևի է բնորոշվում, հա։ Նույն ստանդարտներով։ Այդ 10 պատվիրանները, դա 10 պատվիրաններ չեն, դրանք բոլոր տեղերով կան։ Մեզ են խաբել, որ դրանք քրիստոնեական արժեքներ են։ Քրիստոնեությունից հազարավոր տարիներ առաջ են եղել։ Հայերներ են ունեցել, պարսիկներն են ունեցել։ Այսինքն հիմա ինչ եմ այլ ունեն, բոլորներ ունեցել են։ Ուսես նայում եմ, որ անկախ ազգությունից իրոք ինձ հարազատ է նաև իսկ այս ընկերը, որտեղ չէ՞ ես ռուս ընկերներ ունեմ, ես հրեա ընկերներ ունեմ։ Հրեան իմ ընկեր հրեան ինձ համար չի դառնա թշնամի երբեք, ինչա որ Նետանյահու սրիկա շնորհավորում է Ադրբեջանին, որ համարում է իրենց դարավոր բարեկամներ են, պատկերացնում եք, Ադրբեջանում Իսրայելը դարավոր բարեկամներ են։ Absurd է, չէ՞, բայց իմ հրեանները կյանքում իմ համար թշնամի չի դառնա, որովհետև մեզ ընդհանուր բան կա, դա Նետանյահուին չի, դա այն ստանդարտներն է, որի շուրջ մենք ապրում ենք, այսքան բան։ Ու բոլորովին որից արդարացված չեն այն բաները, որ ես հակառուս եմ։ Ոգի դու գերիի չեք պատկերացնում ինչ է նշանակում հակառուս լինել։ Լավ, գնանք առաջ։ Լսենք մեր ընկերներին։ Նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իրենց մասնավոր այցի համար պետական ուղղաթիռն են օգտագործում։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրանք նորմալ են, որ երևույթը նորմալ լինի։ Աննորմալների մեջ ենք էլի ապրում։ Լավ է, չէ՞, բակաշ կոնկրետ պատասխան։ Մարդը դի ասող իրան խփի, նոր մախատը դիմացինի, որ իմանա դրա ցավը ինչա, դիմացինը ինչ ցավ ազգում։ Մեր մոտ ամեն մարդ գիտի դիմացինը ինչ պետք է անի, բայց ինքը ինչ պետք է անի չի իմանում։ Էս է վարչապետին փոխել։ Ում էլ փոխենք, ինչ էլ անենք, էլի նույն բանը լինելու, առաջինը ճիշտ ասում, մենք մեզի պիտի փոխենք։ Օրինակ դուք ինքներդ ձեզ ինչը կփոխեիք։ Ոչ մի բան, ես ազնիվ քաղաքացի եմ, օրենքին հարգող, լսող։ Իմ համար միևնույնն է, վարչապետ կլինի, նախագահ կլինի, ով կլինի, իմ համար միևնույնն է, ազնիվ մարդ է պետք։ Ոչ թե այսօր Փաշինյանը ազնիվ է։ Ոչ մեկ էլ ազնիվ չէ, որ նստում է այդ աթոռին, ազնիվ մարդն էլ արդեն դառնում է գողաբազակ։ Մեր քաղաքացիները վատը չեն։ Իհարկե վատը չեն, ինչ վերաբերում է փոխվելուն, չփոխվելուն, եմ ասում մարդը պետք է փոխվի, մարդը ամեն օր պետք է վերանայի, ամեն աստծո, նա պետք է վերանայի, երեկվա արածը, այսօրվա արածը,
հա, ստաբիլ բան չկա, բայց որ ասեմ մարդը պետք է փոխվի, ով ասողը, այն բան ռուսերեն խոսք ասում, кто ж судьи, ովքեր են դատավորները, այսինքն մենք ոչքան փոխվենք, որ քեզ հանդուրժենք, մենք այդքան չենք կարող փոխենք, դա նշանակում է մենք դադարենք մարդ լինելուց։ Վերջացեք էլի։ Ինչ էրատո։ Լավ էլի վերջացեք էլի։ Այդ պորնոգրաֆիա էր։ Իսկ իր տղան որ եղել է առաջի գծում, հələ գիտեք քանի հոգի է զոհվել, որպեսզի իրան ազատեն։ Հա ինքը գնացել է պատերազմ, լավ էլի վերջացեք։ Դե տեսար անա, այսօր որ ես չեմ ասում։ Մեզ լավ օրինակներն են պակասում։ Ես ուզում եմ այսօր սա նայենք։ Սա տեղադրել է Տալիվերդիևա վերը, գրեք։ Միքայել Տալիվերդիևի ինը։ Այստեղ Միքայել Տալիվերդիև, գոյակապ կոմպոզիտոր, Տիգրան Պետրոսյան և շատ ճանաչված բժիշկ Լևոն Բադալյան, 3 հայ, Մոսկվայի։ Ես մեկ ուզում եմ ցույց տամ, որ մեր պատկերացումները մեր մասին մի քիչ ֆիլտրվեն, որտեղ մենք օրվա մեջ ինչ կեղտի մասին ասես չենք խոսում, մեկ ես ինքս եմ կորցնում իմ են բաները, չափանիշները, հա, մտնում եմ շատ դրա մեջ, այս կեղտի, այս նիկոլական կեղտի մեջ, մեկ ես ինքս ինձ զբերցում եմ, քաշում եմ վերում, ասում եմ, այդտեղ դուրս արի, սա այն կողմ աշխարհ կա, չմոռանանք երբեք, որ մենք այս տեսակն ենք, այս արժեքն ենք, որ մենք պարտավոր ենք միշտ ձգտել դեպի սա, որովհետև շատ հեշտությամբ մենք կարող ենք հայտնվել Ալեն Սիմոնյանի մակարդակին, Ալեն Սիմոնյանի որակի, Ալեն Սիմոնյանի էսթետիկայի և ճաշակի տիրույթներում, դա է կործանարար, ոչ թե որ Ալեն Սիմոնյան կա, Ալեն Սիմոնյան միշտ էլ եղել է, հասկանում եք, բայց հենց դարձավ այդ տեսակը գերակշռող, ու ամեն ինչ պտտվեց այդ տեսակի շուրջ, դա արդեն իրական կործանումն է ազգի։ Դրա համար ես պարբերաբար գտնում եմ մեր լավ տեսակին, շնորհակալություն եմ հայտնում Վերային Տալիվերդիևային, որ այսօր սա դրել է և հնարավորինս ամեն ինչ անում է, որպեսզի Միքայել Տալիվերդիևի մեր հայ, մեր տաղանդավոր կոմպոզիտորի երաժշտությունը հնչի ամեն տեղ։ Շնորհակալություն Վերային սրա համար, և վերջում ուզում եմ սա նայենք։ Նայենք։ Ես միշտ ասում եմ, որ ջրի ուղղությամբ լողում են միայն մեռած ձկները, սատկած ձկները։ Ու մտքով կանցնել, որ այս ձուկը փրկվելու համար ինքը կարող է ցատկի և հետ գնա այնտեղ, որտեղից իրական այս ջուրը գալիս թափվում է ներքև։ Այսպես պետք է լինի։ Եվ սա կարող են անել բացառապես առողջ ձկները։ Թե չէ, այս ջրի ուղղությամբ հանձնված, որ ելք չկա, տարբերակ չկա, աման այս ինչ վիճակ է, սա թույլ հիմնականում սատկած ձկների խոսակցությունը։ Ես ուզում եմ այս տեսարանի մասին մենք միշտ հիշենք, որ թվացյալ անհնարինը հնարավոր է, եթե բավական կամք կա և մարդ հավատում է իր ուժերին։ Ես չեմ ասում, որ ունի հստակ նպատակ հասնել այդ խողովակին ու դուրս գալ իրական այն տեղը, որտեղից գալիս այդ ջուրը թափվում է։ Հնարավոր է դա։ Իսկ այս ձուկը իր օրինակով մեզ բոլորիս ցույց տվեց, որ դա հնարավոր է։ Իսկ ես ասում եմ, մեր պարագայում դա ավելի քան հնարավոր է։ Ունենալ քորարակցիան ափերով Հայաստան այս կողմից և մեր իրական Հայաստանը գումարած Արաքսից այն կողմ։ Այն Հայաստանը, որից զրկեց մեզ Լենինը, հետո զրկեց մյուս Իրանից հետո եկած հրեշը Ստալին կոչվածը Արցախից և Նահիջևանից, հիմա
իրենց մյուս հրեշ Պուտինը փորձում է զրկի նրանից այն ինչ որ մենք կարողացել ենք ինչ որ ձեռով հետ բերել եւ պահել։ Իմ կարծիքով այդ ամեն ինչի վերականգնումը լրիվ հնարավոր է առանց խոճապի, առանց բարձր խոսելու։ Մի այդ քայլը պետք է անել, ստեղծել սեփական ազգային պետություն։ Մնացած բոլոր հարցերի լուծումը դառնում է ինքնաբերաբար հետևանք։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։